հիմնական Հայաստանի ընդդիմությունը միջայլոց բան արեք, կալուգացի օլիգարխի միջոցով, այս կթանկանա, այն կթանկանա, այն կթանկանա։ Հայաստանում էլ բաներ կա, որ անվճարը կարող է պարզվի, որ թանգանում է։ Կարող է բաներ կա, որ Հայաստանում գոյություն ունի 30 տարի անվճար, կարող է պարզվի, որ Հայաստանը կսկսի դրա համար տարեկան $2 միլիարդ ուզել։ Ասել կամ տարեկան $2 միլիարդ վարձավճար ուզեք, կամ էլ մենք երկաթուղու մասին ակնարկի բան չկա, ես պարզ ասում եմ, որ Հայաստանի Հանրապետության սեփականությունն է դա եւ ուրիշ տարբերակ չկա։ Մենք ուզում ենք բարեկամական ձևով այդ խնդիրը լուծենք։ Բարեկամական ձևով։ Բայց նաեւ մենք այդ խնդիրը բոլոր դեպքերում պիտի լուծենք բարեկամական ձևով, բայց նաեւ էլի դե յուրե կարող է հարց ծագի, որ մենք դե յուրե որոշումներ կայացնենք։ Եթե անհամաձայնություն կա, հետո կգնանք արբիտրաժում բան կանենք, կքննարկենք։ Ինչ արած արբիտրաժի մասին հիշում եք այստեղ ինչ խոսակցություններ տեղի ունենում, որ արբիտրաժը բանը հեցի նախկին սեփականատերերը բաները կալուգացին արբիտրաժում հաղթել է։ Երբ որ այս շենքում պարզվեց իրանք մարդուն էին, այդ մարդուն երբ որ շենքից դուրս հրավիրեցինք, արբիտրաժում ասում եք կոռուպցիա, բայց կոռուպցիա չի, իմիջիայլոց որևէ մեկը հետաքննել է այդ մարդու գործունեությունը, որ գրություն էր գրել, ստեղ բան կար, չէ, պարտականությունները կատարող, գրություն էր գրել, իր գրության հիման վրա աղմուկ էր, որև ես իրավապահ մարմիններին եմ դիմում, որևէ մեկը քննել է, հետո գնաց մի ամսից հայտնվեց եռագլուխ կուսակցության պոչում, որևէ մեկը քննել է, սա կոռուպցիա է, թե կոռուպցիա, այդ ինչ կապեր են գործը։ Ես հիմա նաև հրապարակային առիթից օգտվելով հաղորդում եմ տալիս հանցագործության մասին հնարավոր, չգիտեմ, որևէ մեկի անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտեմ, բայց ես կարծում եմ, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ իրավապահ մարմիններն էլ պետք է քննարկեն։ Ոնց կարա պարզի, որ շենքում մասնավոր ընկերության շահերը սպասարկող մարդ ա եղել, հետո գնացել է։ Պետք է ստուգվեն հաշիվները, պետք է ստուգվի ունեցվածքը։ Տենակ այդ մարդը ինչ էր անում, ստեղից բաներ, լրատվական ու քաղաքական դաշտի ինֆորմացիաներ էր տալիս եւ անտրամաբանական գրություններ, հատե լրագրողները տերորի մեջ, վայ, կառավարությունը արբիտրաժում պարտվելու է։ Բա ինչի՞ չեք լուսաբանում, որ ջախջախվել են արբիտրաժում։ Որովհետեւ բաները տրոյական ձին հանել ենք շենքից դուրս։ Հիմա իրավապահներին կոչ եմ անում, հաղորդում եմ տալիս, թող տրոյական ձիու գործունեությունը քննեն, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննելա կոռուպցիա, ես նաև պատասխան եմ պահանջում ինստիտուտներից, քննել են այդ դեպքը, թե չեն քննել։ Շնորհակալություն, հաջորդ հարցն